Սիրելի հայրենակիցներ, 2026 թվականի ապրիլի 11-ին, այսինքն գալիք շաբաթ օրը, ոչ աշխատանքային օր, ժամը 17:00-ին ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ քաղաքական դաշինքը հրավիրում է համազգային մեծ հանրահավաքի։ Որն է այդ հանրահավաքի խորհուրդը։ Այդ հանրահավաքի խորհուրդն է ցույց տալ մեր բոլորի միասնական ուժը, պայքարի մեր վճռականությունը հաղթահարելու համար այն դժբախտությունները, այն ողբերգությունները, այն կորուստները, որոնք մեր պետության, մեր ժողովրդի առջև բերել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած հանցավոր խմբակը եւ միասնական ջանքերով կերտելու համար ուժեղ Հայաստան։ Սա ցույց է տալիս, որ ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ քաղաքական դաշինքը չի բավարարվում միայն կազմակերպական, քարոզչական աշխատանքով, որի արդյունքում գրեթե ողջ հանրապետությունում արդեն գործում են դաշինքի գրասենյակները, կամավորները, թիմակիցները, իրականացում է հսկայական աշխատանք։ Մենք պատրաստ ենք նաև փողոցային պայքարին, փողոց դուրս գալու, հրապարակներն ու փողոցները լցնելու մեր ներկայությամբ, որոնք խորհրդանշում են նաև սերն ու համերաշխությունը։ 2018 թվականին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը պառակտել է մեր ժողովրդին, բևեռացրել մեր հասարակությունը, մարդկանց տրոհել առանձին խմբերի եւ այդ մասնատումը ծառայեցրել թշնամու շահերին։ Սամվել Կարապետյանը մտադիր է անել ճիշտ հակառակը, համախմբել մեզ բոլորիս, համախմբել ընդհանուր ազգային նպատակների շուրջ, որոնց արդյունքում հնարավոր կլինի նրա առաջնորդությամբ կերտելու իսկապես նոր տիպի Հայաստան։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են փոփոխություններ մեր հանրային կյանքում, ովքեր ուզում են, որ ավարտվի վերջապես պատերազմների, պարտությունների, կորուստների այս սկսված ու չավարտվող մղձավանջը, նրանք պետք է ամսի 11-ին ժամը 17-ին լինեն Ազատության հրապարակում։ Այդ օրը պետք է գալ ընկերներով, այդ օրը պետք է գալ կոլեկտիվներով, հարևաններով, բարեկամներով։ Այդ օրը մենք բոլորս պետք է լինենք միասնաբար։ Մենք այս փոքրիկ խմբակին պետք է ցույց տանք մեր մեծ իրական ժողովրդական ուժը։ Նրանք կտեսնեն այդ ուժը ապրիլի 11-ին ժամը 17-ին Ազատության հրապարակում, իսկ այնուհետև Երևանի փողոցներում։ Բարին ընձեզ, կսպասենք բոլորիդ ապրիլի 11-ին ժամը 17-ին Ազատության հրապարակում։